Յուրաքանչյուր առարկայից դիմորդները հնարավորություն ունեն 2 անգամ միասնական քննություն հանձնելու, մեկը հունվարին, մյուսը հունիս-հուլիս ամիսներին։ Որոշումն այս տարի խախտվեց անգլերեն առարկան հայտագրածների համար։ Ձմռան ու ամռան ամիսների միջև մեկ էլ գարնանային քննություն ավելացավ։ Անգլերենի միասնական քննության թեստերի 2-րդ ու 4-րդ տարբերակներում սխալներ էին հայտնաբերվել։ Քննությանը հետևած բողոքներին ի պատասխան ԳԹԿ-ն որոշեց նոր քննություն անցկացնել այն դիմորդների համար, որոնց բաժին էր հասել սխալներով կազմված թեստեր։ Հետո պարզվեց, որ այդ սխալների շտկման ժամանակ առաջացած խառնաշփոթը խանգարել էր նաև առաջին ու 3-րդ տարբերակների թեստերը գրող դիմորդներին, ու կրկնակննությանը մասնակցելու իրավունք ստացան բոլորը։ Այդքան էլ կոչ եմ նախորդ քննությունից, շատ դժգոհ եմ դուրս եկել, գնահատականից եմ շատ դժգոհ, այս անգամ հույս ունենք ամեն ինչ լավ կվերջանա։ Տենտանուր միջավայրին այդքան դուրս չեկավ, յետանգերց, ու ընտանուր թեստի բարդությունը։ Երկրորդն ու չորրորդը, բայց ընտանուր առաջին ու երրորդ տարբերակների աշակերտներն էլ այդքան գոչ են։ Այսինքն մենակ մեր մոտ չէր խնդիրը։ Իմացա, որ խնդիրներ կա, մի քիչ շփոթվեցի, այդ խանգարեց մի քիչ։ Երկրորդ տարբերակի խանգարող նկեր տարբերակներին ինչ-որ սխալ էր, պես սխալ տված էր։ Ես երրորդ էի, դե բնականաբար այդ աղմուկը առաջացած խանգարեց մեզ գրել, բայց ամեն դեպքում եկել եմ ավելի բարձր գնահատականի հույսով։ Փորձել ենք հնարավորինս արագ ինքնակազմակերպվենք եւ երեխաներին բացատրենք, թե խնդիրները որ տարբերակների հետ է կապված եղել, որ առաջադրանքների հետ է կապված եղել, բնականաբար քննական կենտրոններում ինչ որ շարժ եղել է, որը որ միգուցե եւ ազդել է երեխաների ուշադրության վրա եւ այլն, բայց ելի եմ ասում, քանի որ դա տեխնիկական խնդիրը եղել է, մենք բոլորս դա ընդունում ենք, հնարավորինս արագ կերպով ամեն ինչ կազմակերպվել է եւ ինչպես տեսնում եք, բավականին մեծ թվով երեխաներ նորից կրկին փորձում են քննությունը հանձնել։ Հստակ դիտարկումներ չկան, թե թեստերում արկա սխալների պատճառով առաջացած լարվածությունն ու խառնաշփոթը ինչպես են ազդել արդյունքների վրա։ Համենայն դեպս քննական կենտրոնի ղեկավարը նշում է, որ բավական շատ դիմորդներ առավելագույն գնահատական են ստացել նախորդ քննությունից։ Նրանք իհարկե նորից չեն հայտագրվել, իսկ մյուսների համար նոր քննության մասնակցելը եռակի հնարավորություն է գնահատականը բարձրացնելու համար։ Գործում է կորցնելու ոչինչ չունեն մոտեցումը։ Տնանք ինչ կրանք ուղենք, կամ կարող է հենց այս մարտով բրծնենք մենք, էլ հունիս չշարունակենք։ Մի հատ էլ ամառը կմասնակցեմ, բայց այս անգամ ավելի բարձր միավորի հույսով եմ եկել, որովհետև ընթացքում շատ լավ աշխատեցի էլի, որ հասնեմ ավելի լավ արդյունքի։ Այս դեպքը ինքը բացառիկ դեպք է, քանի որ ցանկացած պարագայում յուրաքանչյուր առարկա հնարավորություն ունեն 2 անգամ հանձնել, հունվար եւ հունիս ամիսներին, բայց սա որպես բացառիկ դեպք եւ բնականաբար մենք չենք կարող նորից չկազմակերպել այս ամենը, քանի որ գիտակցում ենք, որ ինչ որ խնդիրների պատճառով եղել են երեխաներ, որոնք որ չեն կարողացել ստանան այն գնահատականը, որը որ իրենց համար ցանկալի եղել կամ որը որ իրենք կարող էին ստանալ, եթե այդ խնդիրները տեխնիկական խնդիրները չլինեին։ Նորից կազմակերպված քննության ժամանակ հատուկ ուշադրությունը թեստերի բովանդակության վրա էր։ Արդյոք նորից թերություններ ու վրիպակներ չկան, ու մինչ քննության մեկնարկը հենց դիմորդներին հանձնարարվեց ստուգել թեստերը։ Երեխաները նախքան քննությունը սկսելը բոլորին խնդրել եմ ստուգել են, հերթով անցել են բոլոր առաջադրանքների վրայով եւ տեսել, որ որևէ տպագրական սխալ չկա թեստերի մեջ, այնպես որ այո, կարող են վստահ լինել։ Այս քննությունից հետո եւս մեկ անգամ անգլերենից գիտելիքները ստուգել ու գնահատականը բարձրացնել դիմորդները կարող են նաեւ ամռանը։ 3 գնահատականներից գնահատման ու թեստավորման կենտրոնը կընտրի ամենաբարձրը։ Ըստ քննական կենտրոնի ղեկավարի տարեցտարի առաջին փուլին մասնակցող դիմորդների թիվն ավելանում է ու գերազանցում է երկրորդ փուլի մասնակիցների թվին, այսինքն դիմորդներին գոհացնում է կամ ընդունելության համար բավարարում է առաջին փուլում գրանցած արդյունքը։ Առաջի փուլի ժամանակ շատ ավելի շատ դիմորդներ են լինում, քանի որ բնականաբար առաջի անգամ փորձում են եւ մեծ թվով երեխաներ արդեն իսկ ստանում են իրենց ցանկալի գնահատականը եւ երկրորդ փուլին արդեն մասնակցելու կարիք չի լինում։ Անգլերենի նոր քննությունը լրացուցիչ 1 ամիս ժամանակ տվեց դիմորդներին պատրաստվելու եւ գնահատականը բարձրացնելու համար, ու լրացուցիչ քննություն անցկացնելու որոշումը վերաբերում էր ոչ միայն անգլերեն հայտագրած դիմորդներին, լրացուցիչ քննություն անցկացնելու կարիք առաջացել էր նաեւ հայոց լեզու հայտագրած Սյունիքի մարզի 40 դիմորդների համար, որոնք հունվարին չէին կարողացել քննական կենտրոններ հասնել փակ ճանապարհների պատճառով։ Լուսինե Հայրապետյան, Վահագն Վարակյան, Հորիզոն